Երևանի իշխանությունները պատրաստ են այս տարվա ձմռանն ու հնարավոր հետևանքներ վերացնելու աշխատանքներին, վստահեցրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա ներկայացմամբ ռեսուրսների բաշխումը իրականացվել ներգրավված 241 միավոր տարբեր դրամաչափի տեխնիկաներ նախատեսված է մաքրման ամենատարբեր գործողությունների համար։ Մարդկային ռեսուրսներից ավելի քան 514 բանվորական ուժ է նախատեսվում ձնամաքրման եւ սանմաքրման համար։ Վարչական շրջաններում այդ աշխատանքները համակարգվելու եւ վերահսկվելու են վարչական շրջանի ղեկավարների կողմից։ Արդեն իսկ բավարար չափով կան աղ ու ավազ, սակայն աշխատանքներ են տարվում երկրորդ խմբականակի ներկրման համար, հավելեց Արեյանը։ Քաղաքապետի խորհրդականը խոսեց խնդիրներից, որոնց բախվում են ամեն տարի ձյան առատ տեղումներով պայմանավորված։ Տնտեսվարողները նույնպես ունեն պարտավորություն իրենց հատկացված տարածքում ձնամաքրման աշխատանքների համար։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Հաջորդիվ նիստի ընթացքում տեղեկացվեց նորարարական լուծումներով տեխնոլոգիական համակարգի ներդրման մասին, այն է GIS համակարգ կամ տարածատեղեկատվական հարթակ։ Այս առնչությամբ Տիգրան Ավինյանը նկատեց, համակարգի ներդրումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի հարթակի գեներացված տեղեկատվությունից օգտվեն ոչ միայն քաղաքապետարանի նեղ մասնագիտական ստորաբաժանումները, այլև ավելի լայն շրջանակներ, անհատներ։ Այս տվյալները Երևանի քաղաքապետարանը դարձնում է իրենց համար հասանելի, որովհետև մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է եւ մարդը իրականում ինչ որ մի բան ճշտելու համար շատ երկար դիմումներ չպետք է գրի եւ շատ երկար չպետք է սպասի, ինքը պետք է կարողանա on-line մեր հարթակներում ինչպես օրինակ հաջորդ շաբաթ բան Սեդոյանը կներկայացնի տվյալների մի ահռելի ծավալ ուղղակի մենք դարձնելու ենք հասանելի, որպեսզի կարողանան մարդիկ օգտվել այդ տվյալներից։ Երևանյան կանգառներում տեղադրվել եւ տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ։ Նախատեսված 40-ի փոխարեն ներկրվել են 42-ը, որից 35-ն արդեն գործում են։ Մնացածը մինչև տարեվերջ են տեղադրվելու։ Քաղաքապետի այս հանձնարարականը նույնպես կատարված է։ Մայրաքաղաքում հաշվետու տարվա ընթացքում հրատապ լուծում պահանջող տարբեր շինարարական աշխատանքների կատարման հանձնարարականը նույնպես իրականացվել է։ Շենքերի տանիքների, մանկապարտեզների, բակերի վերանորոգում, կամուրջային հատվածների ամրակայում։ Նիստին առանձին անդրադարձ կատարվեց Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսներն արգելելու որոշմանը։ Հանձնարարականն ամբողջովին կատարված է, զեկուցեցին քաղաքապետին։ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց։ Իրականում բջջայինների սահմանափակումները դպրոցներում վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ process-ի վրա եւ կարելի է նաեւ մի որոշ ժամանակ անց որոշակի հետազոտություններ իրականացնել, որպեսզի համեմատականներ տանենք նախկինի հետ։ Հաջորդ հանձնարարական հրազդանի կիրճին հատուկ պահպանվող գոտի սահմանելու օրենքի նախագծի մշակումն ու հետագայում ընդունումն էր։ Ավինյանն ընդգծեց. Հրազդանի կիրճը սահմանել ենք որպես հատուկ պահպանման գոտի, որը նշանակում է կառուցապատման տեսանկյունից հրազդանի կիրճը էական սահմանափակումների է ենթարկվում։ Նիստին խոսվեց նաև անելիքների մասին, նշվեց, որ 2026 թվականին Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան։ Կամո Արեյանը հիշեցրեց, որ 2025 թվականին 4 վարչական շրջանում խմելու ջրի որակի բարելավման համար ծրագիր էր ներկայացվել։ Նրա խոսքով արդեն իսկ 13500 բաժանորդի ջրամատակարարումը բարելավել է, իսկ 2026-ին նոր ծրագիր կմեկնարկի 7 վարչական շրջանում 10550 բաժանորդի համար։